Հրանտ Բագրատյան խնդրեմ։ Պարոն Այվազյան, այս ամբողջ զեկույցը նրա համար էր, ինձ համար, որ ես հասկանայի, որ եթե մենք գազը այսօր ստանում ենք 164-ով, կարծեմ 164-ա, իջել է $25, որովհետև համաշխարհային գինը իջել է, Ռուսաստանի ներսին գներն էլ իջան, մեր գինն էլ լավ ձևով չի որոշում, Օրենբուրգի հետ է կապակցված։ 164-ով ստանում ենք, 340-ով ծախում ենք։ Հիմա այսքան բողոքում եք Ուկրաինան այսօր ստանում է $247, 4 օր առաջ 3.5 անգամ գազի գինը բարձրացրել, 280-ով ծախում է։ Մենք գնանք այս ժողովրդին ինչ ասենք։ Որտեղ է մեր ստրատեգիական ռազմավարությունը, ի՞նչն է։ Այս հարցին դուք պատասխանեք, ասեք 164-340 տարբերությունից, որը կազմում է $270, այդ $270 բաժանվում է այս մասերի, որը չի արված այս զեկույցում։ Այդ ինչ $280 ավելա, հասկացանք ընդեսից դուրս։ Իմ երկրորդ հարցը։ Այստեղ չի վերլուծված ներդրումները։ Ինչն է այդ 100 գազարդ, արդեն Գազպրոմա, ինչն է այդ ներդրումները կազմում։ Ոնց է պատահում, որ Գազպրոմի մենեջերը, թեկուզ եւ լավ աշխատավարձ է ստանում, այսօր ներկայանում է որպես օլիգարխ։ Ում հիմնարկներն են անում այդ կապալառու աշխատանքները։ Խոսքը նրա մասն է, որ մարդը մի քանի 100 միլիոն ունի։ Եվ խոսում է արդեն Մոսկվայից Երևան գա ներդրումներ անի։ Մենք սա ռազմիլատ արել ենք, սրա հետ կապված, որպես այս հարցի B ենթակետ, այդ որ տարբեր հիմնադրամներ սարքում են գազային ցանցեր, հետո մենք հոսնում ենք իրանց, այդ գազային ցանցերը, որ ձերի ստանում է ինքը մցնում է ներդրումների մեջ, հետևել ենք, մցրել է, հաշվել է ներդրում, կարող է կա կրկնակի հաշվարկ, ես չեմ կարողանում հասկանալ, ստուգել եք գոնե մի անգամ։ Եվ երրորդը, պարոն Այվազյան, շատ կարևոր հարց է, 1998 թվականին հայ գազի կեսը տվինք ռուսներին 148 միլիոնով։ Դրա դիմաց փող պիտի գար 148 միլիոն չի եկել, այդտեղից սկսել եք նայել, հանրապետության երկրորդ նախագահն այդ ժամանակ, որ 148 միլիոն $, վարի էր տալիս, մոգոնել էր այստեղ հանձնաժողով մի քանի պոպուլիստների ներկայությամբ, մութ տարիների մազութի գործ էիք քննարկում, վերցրել էիք նույնիսկ վերահսկողության ծառայության տեղեկանքը, բերեց ձեզի հարիվցերը մատուցում էին, դա մի հատ դեպքն է, որ իշխանությունը ընկավ հետևներից, որ նստեցնի, վերջում ներողություն խնդրեց, թողեց գնաց, նրա համար, որ այս երկրին լույս էինք տվել։ Բայց դա մի կողմ թողնենք, այդ ու երկրորդ նախագահան, որ դա անում էր, 148 միլիոն $, վարի տվեց։ Այդ ինչ չի սկսվում, ուր է այդ 148 միլիոն $, որ մենք ձերի տվեցինք գազը ռուսներին, 2 տարի ձերի գազ ենք ստանում, չպետք է վճարենք, այդ թողնեն հատուկ հաշվով պիտի կուտակվեր։ Սա քննել եք, թե չեք քննել։ Պատասխանեմ, պարոն Բագրատյան։ Փորձեմ պատասխանել ձեր հարցերին, պարոն Բագրատյան, այդ մեղադրանքներն էլ հետը միասին։ Առաջինը, որ ասում եք, մենք 265-ով վերցնում ենք եւ այսօրվա դրությամբ 340-ով վաճառում ենք։ Ում ենք 340-ով վաճառում է մոտավորապես ազգաբնակչության, հիմնական ազգաբնակչությանն է վաճառում, որը կազմում է գազի սպառողների մոտ 34%-ը։ Գազի սպառման մնացած 60 քանի տոկոսը, որը վաճառում է $238 համարժեք գումարով, դա 10,000 եւ ավելն է։ Եթե NDS-ն էլ գումարում է, կլինում է 280-ի կարգի, 70 քանիսը դա մեկ, ասեմ ես ձեզ։ Ինչ վերաբերվում է, դու որ ասում եք, կարելի է ես պատասխանեմ, հետո, ես ձեզ ուշադիր լսում էի, չէ, գրի առեք, հարցիտ եմ պատասխանում, գրի առեք, ես գրի եմ առնում։ Երկխոսությունը դադարեցրեք էլի։ Երկրորդը, ինչ վերաբերվում է, որ մենք նայենք, տեսնենք տեղ մեջ ով է օլիգարխ դառը, դուք եք դեմ, բացի հանրապետականից։ Այդ որ ասում ենք գնանք ծախսերը նայենք, դե այս մարդիկ այս ծախսերը որտեղ են ներդրել, մրցույթները ինչպես է կատարվել, կոնկրետ ոնց է արել, բացի հանրապետականից մնացած ասեցին, որ մենք չենք ցանկանում շարունակի հանձնաժողովի իր աշխատանքը։ Հանրապետականը տարեվերջին հստակ ասեց, որ գազի սագագնի նայելու հետ կապված խնդիրների ժամանակահատվածում ես ասեցի, հետո մենք սրա համար խոսելու ենք, ես հետո հետոնա։ Հանրապետական խմբակցությունը ասա, որ անհրաժեշտ է, որպեսզի մենք նայենք, թե այդ մրցույթները, որ հայտարարվել է, մի կազմակերպությունից են առել, թե 500-ից են առել, դե այդ փողերը, որ ծախսերով ինքը դուրս է գրված, թե դուրս չի գրված, մենք ասեցինք չենք հասցնում, 5600 էջ է, հավասարազոր աշխատող մարդիկ ենք եղել։
Հիմա թող գան ասեն, տեսնենք, որ մեկս են կիշկանենք, չեմ ուզում որևէ իմ գործընկերներից ասեմ լավ է թե վատ է, իմ արածի համար կարող եմ ասել։ Բայց հանրապետականը նախանձախնդիր ելնելով ասավ, մենք առաջարկում ենք, որ գնանք այդ ծախսերով մենք ամբողջապես նայենք, տեսնենք մրցույթները մի աղբյուրից է գնված, թե երկու աղբյուրից է գրված, մեզ միայն մի բառ են գրել, որ մենք մրցույթներ իրականացրել ենք համապատասխան օրենսդրական կարգի, մենք էլ ասել ենք գնանք տեսնենք, որ մեկն ու մեկը դարել է, թե չի դարել։ Բացի հանրապետականից որևէ մեկը չորվ, այսինքն այդ մասը չի ուսումնասիրված։ Մենք էլ կարելի է շարունակել։ Պարոն Մանուկյան, հնարավորություն, ուրեմն իմ գործընկերներ, ձեզ մի բան էլ ասեմ, ամբողջ մեր նիստերը ձայնագրված է։ Եթե որևէ մեկին, որովհետև դա եղել է բոլորիս համաձայնությամբ, բոլորովս միասին նստած ենք եղել եւ ասել ենք, ամբողջ նիստերի գործընթացը ձայնագրվում է։ Եթե իմ որևէ մի խոսքը չի պարունակի ճիշտ, ոչ ճիշտ տեղեկատվություն, ես հույսով եմ կգնանք, կարանք ձայնագրությունը հանենք։ Դա մենք ասել ենք, պարոն Արսենյանն էլ այստեղ չի, մի վաղ ինքն էլ էր ձայնագրում։ Սա երկրորդը։ Երրորդ հարցադրումը կներեք, պարոն Բակրատյան, հա, որ ասեցիք 148 միլիոնը, որ դուք վաճառել եք, տվել եք 50%-ը։ Եթե իմ հիշողությունս չի դավաճանում, 20%-ը մենք տվել ենք 118 միլիոնով, դե շատ ավելի, դե 160 միլիոնով։ 63 միլիարդ դրամով, այսինքն 150 քանի, հա, համեմատական է համար, էլի։ 150, մենք 20%-ը վերջնական վաճառք եղել է 155-ով, 50%-ը տված է 148-ով։ Ժամանակային բլեֆ բանը կա, շլեֆը կա այդտեղ։ Պարոն Բակրատյան, տեղ ասեմ ես ձեզի, խնդիրը նրան է վերաբերվում, որ այն ժամանակահատվածի գազը, եթե ես չեմ սխալվում, եթե իմ հիշողությունս նորից չի դավաճանում, ցավոք սրտի մենք չենք անդրադարձել, մենք անդրադարձել ենք 2001-2 թվականներից հետո ենք այդ ժամանակահատվածը նա իմ գործընկերները կարողա, չգիտեմ, առաջարկություն նմանատիպ չի եղել։ Այն ժամանակ այդ ամբողջը բերեցին եւ դա փոխարինեցին, դրա դիմաց կարծեմ գազ ստացան։ Այսինքն այդ գումարը ոչ թե պետական բյուջե, դրա դինանք հիմնական պայմանագրի մեջ, եթե իմ հիշողությունս չի դավաճանում, դրանք փոխհատուցել են գազով, եթե չեմ սխալվում։ Այդի, պարոն Բակրատյան, ես կուզեմ, որ դա անպայման մի հատ միասին նայենք, ես որևէ մեկ խնդիր չեմ տեսնում այդտեղ, որ այդ ես գիտեմ, որ դրա դիմաց վճարումը տեղի է ունեցել եւ դրա դիմաց նաեւ շատ բազում իրարամերժ կարծիքներ կա, որ ասում էին տվեցին տնտեսվարողներին ավելի էժան տվեցին, որ մինչև այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության լավ, եթե դուք ասեք ձեր բան հետ կապած, սա երկրորդ, եթե չեմ սխալվում։ Ցավոք սրտի կներեք, ես չեմ նայել այդ գազից եկած այդ 164-148 միլիոն դոլարը, որ գազով ստացել են այդ գազը, որ վերցրել են, տվել են, ուր է գնացել պետական բյուջեը, պետք է պետական բյուջե չի մտել, որտեղ հանձնաժողովը նայել է 2001 թվականից սկսած մինչև 2014 թվականը ներառյալ։ Ինչ վերաբերվում է փոխադրման ծախսերին, ինչի համար որ դուք ասում եք, ասենք ենթադրենք, իրականում այդ ներդրումները ինչի մասով որ մենք խոսում ենք, մանրամասը մենք նայել ենք եւ տեղեկանքը ձեզ ներկայացրել ենք ամենայն դեպս։ Ներդրումներ որպես այդպեսին հիմնականում հաշվարկել են ձեզ ներկայացվածը ցանկը, ես չի որ ես ասեմ, Աղուսյակով հիմնականում տված է տրանսպորտ, այսինքն ինֆրաստրուկտուրային ծախսերը, որոնք որպես էական բարձրացումներ մենք նայում ենք այսօրվա դրությամբ հնարավորություն ենք տվել, որպեսզի դուք ավելի ասեք, եթե կոնկրետ հարցը տաք, կոնկրետ բանի վրա, ես կոնկրետով ես կարող եմ խոսել, մաշվածություններ ձեզ տեղեկանքով ներկայացված է, ներդրումների մասով էլ ձեզ տեղեկանքով ներկայացրած թե ներդրումների ուղղվածությունները լարված են, ընդհանրենք։ Ամենայն դեպս դա ինչ արվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների հանձնաժողովը, որը որ հանդիսանում էր ներդրումների եւ այդ մասով կարգավորող մարմին, առանց իրան հավանության ոչ մի բան չի արժան։ Ես չեմ ուզում սրբացնեմ որևէ մեկին, կներեք։ Ես ուզում եմ ասեմ իրականություն ինչ որ այն փաստաթղթերը, որոնք որ մեր ենթակայության տակ կա։ Խնդրեմ։ Եթե ինչ-որ մի բան չպատասխանեցիք կներեք, որտեվ արձագանքի համար աշկից լիշուշ չունի։ Պարոն Արվազյան, ես զեկուցման մասին վատ կարծիքի չէ, համարելով պալեզնի փաստաթուղթ, բայց իհարկե դուք իմ 3 հարցից ոչ մեկին էլ չպատասխանեցիք հիմա։ Այնուամենայնիվ ես կխոսեմ։ Կերտագրվենք խոսենք։ Այնուհետև թեկուս
40%-ն է բնակչությունը ծախում։ Միջին գինը ստացվում է $310։ Չեք բացատրում ինձ 164-ը ոնց է դառնում 310։ Այդ Ուկրաինան պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, ի վերջո գինը 247-ը 3 օր առաջ հաստատին, ստանում է 270-ով։ Սա մեկ, դուք չպատասխանեցիք հարցիս, ասեցիք բաժանեք մասերի։ Երկրորդը, այն որ այստեղ հնչեցնում եք, թե գայիք, այդ հենք ստուգեինք, կարող է չգայինք, դուք պարտավոր եք ստուգել։ Իսկ ես ձեզ ասեմ ինչու չկա։ Ես 2 անգամ չլելով հանձնաժողովի անդամ եկել եմ նիստի, դուք ինքներդ ասեցիք, իմացեք ամեն ինչ չի մեզ թույլատրված։ Դուք ճշտում եք հանձնաժողովի նիստին, ինչն է մեզ թույլատրված։ Արամ Մանուկյանն էլ ներկա։ Ես էլ վեր կաց ասեցի, այստեղ անելիք չունեմ, թող գնացի։ Էսա, էս եք ուզում։ Սա էլ այդ խոսակցությունն է, պաշտոնապես հայտարարում եմ։ Պարոն Բագրատյան, ինձ ամեն ինչի մեջ մեղադրում եմ, բայց դες բանի մեջ չէ, դա մեղադրանք կարելի է, ես ուշադիր լսում էի։ Արամ Մանուկյանն էլ է նստած։ Պատերազմները դրսում։ եմ ասում։ Պատերազմները դրսում, հա։ 12 հոգի մարդ կա, կարակ 12 հոգի էլ մարդ բերեք, որպես բան լսած են։ Ասում եմ, այդքան բարդ բան չի, սա զապիս է լինում, արի գնանք այդ զապիսը նայենք։ Ինձի չէ թույլատրված։ Լավ, զապիսը հետո գնայիք։ Պարոն Բագրատյան, ձեր ձեռներով էլ բռնե գնայիք նայեիք։ Մի անդամ եսի, մի անդամ դուք եք, ես շատ նիստն էի վարում։ Հավա, անկախ կախյալ չկա։ Այնտեղ սաղել հավասար են։ Ինձի բռնել էին, ձեզ խիճ էին բռնե բա։ Պարոն Մանուկյանը խի էին բռնե, այդ էլ ինքն ներկա։ Այդ ձեր ձեռները խի էին բռնե։ Մի հանձնաժողովի անդամ ես, մի հանձնաժողովի անդամ դուք։ Չէ, ասելուց պետք է իմանանք ինչ եք ասում։ Ինչ վերաբերվում է $314-ին, ես 5 րոպեից չեմ ասի, 5 վայրկյանից ձեզի հենց հիմա գազի ձևավորման սակագինը նորից թակարդակ կբերեմ։ $189 ոնց է դառնում Հայաստանի Հանրապետությունում 10,000-ի համար $238 իրավաբանական անձանց վճարվելու համար 156,000։ Ընդամենը ձեզի պետք է, պարոն Բագրատյան, ինչի չեք հասկանում ինձ հարցերի պատասխանը, որտեղ չեք ուզում։ Ուզել առաջի անհրաժեշտությունը նաև ուզելն է։ Մենք կարող ենք շարունակել։ Կարելի է պատասխանեմ ես իրան։ Ընդամենը ձեզ պետք է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովից վերցնել թե ինչպես է գազի սակագինը ձևավորվում։ Ուրիշ բան է, մենք դրա հետ համամիտ ենք, թե համամիտ չենք, որը մենք ուսումնասիրել եւ ասել ենք, թե չէ հանրային ծառայությունների հանձնաժողովն ասում է 169-ին գումարում եմ այսքան ամորտիզացիայի ծախս, այսքան տեղափոխման ծախս, այսքան կորուստ, այսքան կորուստի վրա էլ գումարում եմ 20%-ը, գումարած մաշվածությունը ելնում այս կոյսրվա գումարը։ Իմիջայլոց, պարոն Բագրատյան, դրամն էլ հաշվարկած այն ժամանակ, որ մենք ասում ենք 416.5, այսօրվա գազի սագագնի մեջ, ոչ թե 478 էր, այն վաղտը, որ հաստատել էին 409, որ մենք ասում ենք, հենա նստած են իմ գործընկերներս, 416.5։ Ես ես որպես տեղեկություն լրացուցիչ։ Դուք շատ լավ տեղեկացված եք, պարզապես չգիտեմ ինչ եք բառերը մեկ առաջ հետ ասում։ Շնորհակալություն կներեք, եթե ինչ-որ բան ձեր պարոն Մանուկյանին պատասխան կրենք։ Մի փոքր հիշեցում, այսօր ժամը 18:00-ին կրթության հանձնաժողովում կքննարկվի կրթության մասին օրենքի